հարկեր հնարաբերակցությունը հասանելի է համացանցում այնքանով, ինչքանով ձեզ եւ ինձ, բայց եթե դուք զլանում եք մտնել եւ այդ թիվը կարդալ, ես կարող եմ նշել, որ 23.6% է։ Ամբողջ խնդիրն է, որ հարկեր հնարաբերությունը պակասել է թե նվազել է, այդ հարցի պատասխանը թերևս նորից ինձ չպետք է ուղղեք, որովհետև հարկեր հնարաբերակցության պատասխանից որ գնահատական եք դնում, ես եմ դնում ձեր ոգևորությունը տարբեր հարցերի պատասխանելուց, մի քիչ սառը ջուր լսնեմ ձեր ոգևորվածության վրա, այդ որ ասում եք այսքան տնտեսական աճ է, փուչիկ է մի մասը, եթե հարկեր հնարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակով, ուրեմն ձեր ասածները փուչիկը, ուրեմն փուչիկի մասին մի խոսացեք։ Ես քանի որ հասկանում եմ շատ բաներ կան փուչիկներ, այդ թվում շատ բաներ կան փուչիկներ, այդ թվում շատ ելույթներում, բայց 5.9% հնայի աճը դա փաստ է, ես ցավում եմ, որ դուք անգամ տեղեկություն չունեք նրա մասին, որ ոսկու վերաարտահանումը 0-ին մոտ ազդեցություն ունի իրականում հնայի աճի մեջ եւ ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մինիմալ գիտելիքները չեք տիրապետում։ Լավ, հարգելի գործընկերներ, եկեք բան անենք, փորձենք մասնագիտական բանի մեջ մնալ, բան Աղազյան, հարկեր հնարաբերակցությունը կարա նվազի, ու դա վկայ ոչ թե տնտեսության վատ վիճակի մասին, այլ տնտեսության աճի կառուցվածքի մասին, որտեղ կարող է հարկունակ ոլորտները կոմոդ չաճեն, ուրիշ ոլորտներ աճեն։ Ինչ վերաբերում է ոսկուն, այդ մասին էլի խոսել ենք, որ այդ վերարտահանումը մեր հնայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն չի ունեցել։ Եթե պարոն Հակոբյանն այստեղ ավելի լավ է։ Պարոն, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ եք, նախագահ եք։ Մենք ծրագիր ունենք, որ հարկեր հնարաբերակցությունը 26 թվականի պետք է հասնենք այդ ինչ-որ տոկոսի, 25%-ը այդքան տոկոս։ Հասնում ենք, թե չենք հասնում։ Անաղազյան, իմ կարծիքով դինամիկան, որը կա նորմալ է, բայց այդ ինչը որ գրվում է, դա կանխատեսում է, որը հնարավոր է որոշակի շեղումներ ունենա։ Այսինքն ընթացքում, եթե մի քիչ ավելի լավ է դու տնտեսությունը չճնշես, ավելի խիստ վարչարարություն կիրառես ու սահմանափակես մարդկանց աշխատելու հնարավորությունը, եթե դա է պահանջում իրականությունը, քան ինչ-որ ցուցանիշ ամեն գնով ապրելու համար հարկային ռեկետի գնանք ու բան անենք։ Խնդրեմ։